Ալո, Բարև ձեզ, պարոն Համբարյան։ բարև ձեզ։ Հուսամ լավ եք, Գայանեն է Զարգարյան ձեզ անհանգստացնում։ Ես ճանաչեցի։ Պարոն Համբարյան, եթե դեմ չեք մի քանի հետաքրքրող հարցերի կուզենայի պատասխանեիք եւ հետաքրքիր էր լսել ձեր դիտարկումները, տևական ժամանակ չենք զրուցել։ Պարոն Համբարյան, նախ կուզենայի անդրադառնայինք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աճապահյանի առողջական վիճակին, հա։ Վստահ եմ տեղյակ եք, ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանելյանը ահազանգել է նրա առողջական վիճակի մասին եւ հայտարարել է նաեւ հետեւյալի մասին, որ ունի Սրբազանը վիրահատության կարիք, փաստաբանները համապատասխան գրությամբ են դիմել, բայց արդարադատություն իրականացնող մարմինները այն կիսատ պրատ են համարել, կետն ու ստորակետը չի համապատասխանել եւ դիմումին ընթացք չեն տվել եւ նաեւ Գառնիկ Դանելյանը հայտարարել է, որ Սրբազանին մեկ օր ավել անգամ կալանավայրում մնալը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Միևնույն ժամանակ ուզում եմ նկատենք, որ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էլ իր հերթին վստահեցրել է, որ Միքայել arczepiskopos Աճապահյանի մոտ սուր առողջական խնդիրներ չի հայտնաբերվել եւ որ անհանգստանալու կարիք ըստ էության չկա։ Ես կուզենայի լսել այս առթիվ ձեր մեկնաբանությունը եւ ինչ եք կարծում, պատկանները կհազանգեն այս ամենից հետո, թե էլի տոտալ անտարբերության հետ ենք գործ ունենալու։ Շատ զարմանալի է արտարադատության նախարարի հայտարարությունները, որովհետև մենք Գյումրիում ապրելով շատ վաղուց գիտենք, որ Սրբազանը առողջական խնդիրներ ունի։ Իհարկե Միքայել Աճապահյանը այն մարդը չէ, որ անընդհատ դա բարձրաձայներ ընդհանրակը ինքը նաև չէր սիրում, որ որևէ մեկը իրեն հարցնում էր նույնիսկ իր առողջությունից։ Այո։ Գիտեք, Սրբազանի կեցվածքը ուրեմն բնավորություն ինքը շատ ուժեղ մարդ է եւ Դե դուք ավելի լավ եք ճանաչում նաեւ պարոն Համբարյան, այո։ Այո, դրա համար այո, ձեզ հարցրեցի։ Եվ ասենք ես ինքս Գյումրիից լինելով մենք որոշ չափով տեղյակ ենք, որ Միքայել Սրբազանը ուներ առողջական խնդիրներ եւ իհարկե նաեւ մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ գտնվելով անազատության մեջ այդ առողջական խնդիրները կարող են նաեւ սրվել, այնպես որ շատ զարմանալի է Տիգին Գալյանի այդ շատ վստահ հայտարարությունը, որ լուրջ առողջական խնդիրներ չունի։ Այդ մեկ, երկրորդը ես չեմ կարծում, որ պարոն Դանիելյանը Այո։ կարող էր ասենք օտից այդպես պատմություններ Հանիրավի պահանջ, այո, ներկայացնել։ Միքայել Սրբազանին վիրահատություն է անհրաժեշտ, ասենք, թե դա այն հարցը չէ, էլի, որ որևէ մեկը փորձի այդ հարցի շուրջ մանիպուլյացիաներ անել կամ այսպես ասած խղճահարություն փորձեր ստեղծել, որովհետև էլի եմ կրկնում, Սրբազանը այն եզակի մարդկանցից է, ով իր արչև ծառացած բոլոր դժվարությունները շատ լուր եւ շատ այսպես ասած տղամարդուն վայել է ուրեմն տանում ինքը երբևիցե չի թույլ տվել որ որևէ մեկը նրան խղճա այնպես որ ես չեմ կարծում որ պարոն Դանիելյանը կարող է ինչ որ հնարեր այդ ամեն ինչը թե այն որ Միքայել Սրբազանը այս իշխանությունների համար առաջնային ճշնամիներից է դա փաստ է եւ բացարձակ չեմ զարմանա որ այս իշխանությունները փորձեն Միքայել Սրբազանին ուղղակիորեն վերացնեն բարի փոխաբերական Այդ մասին դուք էլի առիթներ են եղել բարձրաձայնել եք պարոն Համբարյան, ինչ եք կարծում իրականում տվյալ դեպքում կարող ենք ասել, որ նույն արդարադատություն իրականացնող մարմինները այս դեպքում առավել մանիպուլատիվ դաշտում են գործում։ Արդարադատություն իրականացնող մարմինները ուղղակիորեն հլու հնազանդ ծառայում են մեկ մարդու, այդ մեկ մարդը Նիկոլան Հողն է, որի որոշմանն է նրանք սպասում։ Իսկ Նիկոլան Հողը այն մարդը չէ, որ մարդկային ուրեմն դիրքորոշում ունենա, ինքը կոնկրետ մարդկանց նկատմամբ վարում է այնպիսի քաղաքականություն, որը բխում է իր սեփական շահերից։ Միքայել Սրբազանը նրա թիվ 1 ճշնամին է, ժամանակին նրան ամենախիստ քննադատողներից մեկն է եղել, եւ այն ինչ որ հիմա տեղի ունենում Միքայել Սրբազանի հետ, դա իշխանությունների կողմից նրան կտանքների ենթարկելու ձևերից մեկն է։
Այսինքն ամենավատագույն սցենարները կարող ենք սպասել ըստ էության։ Ուրեմն Նիկոլ Անհողից կարելի է ամեն ինչ սպասել։ Այդ մարդը նվիրեց Արցախը թուրքերին եւ այդ ամբողջ օպերացիան այնպես կազմակերպվեց, որ մենք ունեցանք հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ, ստորացված եւ նվաստացված երկիր, ու ինքը դա մարսեց։ Ուրեմն այդ մարդուց դուք սպասեք ամեն ինչ։ Պարոն Համբարյան, ինչու է այս աստիճան հարմարվողական դարձել հասարակությունը, այ դուք թվարկեցիք մեր ծանրագույն կորուստների մասին, ինչու հարմարվողական դարձան, ինչու են այսքան կոնֆորմիստ, ընդ որում նաև իրենց ընդդիմադիր համարողներն էլ այս պարագայում չմոռանանք, որ բավականին այսպես հարմարավետ դիրքում են տեղավորվել եւ ժամանակ առ ժամանակ այսպես տեղային պայքարի շրջանակներում նրանց կարելի է տեսնել նրանց ակտիվությունը, բայց էականորեն որևէ խնդիր չի լուծվում, չնայած առանձին հատվածով այս մասին դեռ պիտի խոսենք, ես էլի հարցեր ունեմ կոնկրետ նաև, որը որ վերաբերվում էր Արշակ Սրբազանի կալանավորման գործընթացին, բայց կուզենայի նախ այս կոնֆորմիստների մասին մի քանի խոսքով ասեիք, հետո շարունակենք։ Գիտեք խնդիրը որն է։ Որն է։ Այս հասարակությանը ես չեմ կարող լիակատար մեղադրեմ։ Նախ բերեք ճշտենք, որ հասարակության մի զգալի մասը քաղաքականապես եւ պատմական գիտելիքների առումով անկրակետ է։ Եվ դրա վառօրինակը այն է, որ այդ մասսայի մի զգալի մասը Նիկոլի Ժեխնյուս է դիտում։ Ասենք, երբ որ մարդը նայում է Perfect TV, որը շաբաթվա մեջ 3 օր սպանում է Ալիևին, 2 անգամ Էրդողանին, 4 անգամ Մեհրիբան Ալիևան նամակ է գրում Աննա Էրատոին աղերսելով, որ իր ամուսնուն ողջ թողնեն։ Ասենք, Նիկոլը ներկայացում է այն կերպարով, որ ասենք ինքը Թրամփի, ուրեմն Մակրոնի, Պուտինի մակարդակի մարդ է, ու երբ որ նայում ես, որ այդ նույն մասսան գրեթե նույն մեկնաբանության ուրեմն մեկնաբանություններով նաև հանդես է գալիս Նիկոլ Անհողի Facebook-յան էջում, ապա հասկանում ես, որ մենք ունենք հիվանդ հասարակություն, այդ մեկ։ Երկրորդը քաղաքական դաշտը մարգինալացված է։ Խնդիրը նրանում է, որ մեր հասարակությունը շատ հիասթափված է դիմության մեջ։ Որովհետև մեր ընդդիմադիրներին, թե ես 21 թվականը հələ մի կողմ եմ դնում, որ դա մեր ազգի եւ մեր պետության համար էր ողբերգություն, չնայած ազգը շատ ճոխ եմ ասում, մենք ազգ չենք, մենք ժողովուրդ ենք, մեր ժողովրդի եւ մեր պետության համար էր ողբերգություն, որ աշխարհում առաջին անգամ քաղաքագիտական դիսցիպլինում տեղի ունեցավ դեպք, երբ որ ասենք պարտված ղեկավարը անց-ով իր երկիրը եւ իր ժողովրդին, իդեպ նշեմ դիտավորյալ տարավ պարտության, ամեն դեպքում վերջերս իր կողմից այսպես ասած գաղտնազերծված Արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ նյութերը հենց դա են ապացուցում, չնայած ասեմ, որ այդտեղ միակ գաղտնազերծվածը ուրեմն 2019 թվականի Մինսկի խմբի համանախագահների առաջարկներ են, մյուսները շատ վաղուց, բոլորին շատ հայտնի է, դեպ նաև նշեմ, որ կիսապրատ է ինքը նշել, երկրորդն էլ կրկին մանիպուլյացիա եւ տիղդիկ չնայած ասեմ, որ չի բացառում, որ այդ մարդը, ասենք, պաշտոնական գրագրությունը չի տարբերում, ասենք, թերթում կամ ինչ-որ այլ լրատվամիջոցում հրապարակված նյութից կամ ինչ-որ մեկի կողմից իրեն տված նյութից։ Այդ մարդը չի հասկանում։ Մարդը որպես պետական փաստաթուղթ, պաշտոնական փաստաթուղթ, հայկական ժամանակում հրապարակված 2008 թվականին նյութ էր տվել, ասում էր սա Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբից են ինձ տվել։ Հասկանում եք չէ՞։ Կամ ասենք ասում ես Քիվեստի փաստաթղթերը ես չունեմ, Ազատություն ռադիոկայանը բան է, ռեպորտաժ է պատրաստել դրա մասին։ Գնացեք նայեք։ Դուք հասկանում եք, չէ՞ մենք ինչ մակարդակի մեջ ենք։ Բավականին ծանր եւ անմխիթար։ 7 տարի Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ազգային ժողովի անդամից ասում է ես Քիվեստի վերաբերյալ փաստաթղթեր չունեմ պաշտոնական։ Ես համոզված եմ, որ ինքը ունի
Որովհետև անհնար է այդ փաստաթղթերը չլինեն գոնե հայերեն լեզվով, լավ, եթե չուներ, կարելի է չէ 7.5 տարվա մեջ ԱՄՆ իշխանություններից խնդրել Եվ ունենալ այդ փաստաթղթերը Ամերիկայի Միացյալ Նահանգները փոխանցի Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությանը չի արել։ Ինչու։ Որովհետև չի արել։ Ինչու չի արել։ Որովհետև իրան ձեռնտու չէ։ Գայանե ջան, իրան ձեռնտու չէ։ Բայց հետ վերադառնալով ձեր հարցին, հարցին եթե պետք է հետո կարող եք հիշեցնել, ես կպատասխանեմ։ Լավ, մենք շարունակենք կգանք կհասնենք Արշակ Սրբազանին։ Պարոն Համբարյան, ընդդիմադիր ուժերը Այո։ Ընդդիմությունը, որը պարտություն կրեց Նիկոլին 21 թվականին, ինչպես նաև դրանից հետո պարտություն է կրում բոլոր ուրեմն պայքարների, այսպես ասած, ձևաչափերով, ժողովրդի կողմից արդեն չի ընկալվում որպես կառույցներ, որոնք կարող են պայքարել իշխանությունների դեմ։ Ես ձեզ ասեմ օբյեկտիվորեն, մեծ քանակությամբ մարդիկ կան, որ չեն ընդունում ընդդիմությանը հենց այդ պատճառով, որ մարդկանց ոտքի էին հանում, տանում քայլեցնում էին, ոտքի էին հանում, ասում էին գնացեք տուն, հաջորդ կիրակի կգաք, Գարունը կգաք, հետո ամռանը կհավաքվենք։ Այդ մարդկանց հուսախապանելը իհարկե բացասական հետևանքները ընդդիմության համար ունեցել է եւ մեխանիկորեն մարդիկ փորձում են գտնել այլ ուժեր եւ Նիկոլի պլյուսը իր համար այն է որ ինքը քաղաքական դաշտը մարգինալացրել է ուղղակիորեն այս 7.5 տարվա մեջ դուք չեք տեսնի որևիցե խոշոր կայացած ընդդիմադիր ուժ Հայաստանի Հանրապետությունում նոր ուժ, որը կարող է իր շուրջ միավորել ընդդիմադիր դաշտի առողջ ներկայացուցիչներին, որովհետև դա Նիկոլին ամենաառաջինը ձեռնտու չէ։ Ինքը մինչև հիմա անցել է 7.5 տարի իր իշխանության գալուց հետո, բայց դուք ուշադիր եղել եք, որ շատ դեպքերում դուք կտեսեք, որ Նիկոլ ընդդիմադիր է խաղում։ Հասարակության այդ անգրագետ, տգետ մասսան, դա ուրախ զվարթ ընդունում է, ասենք, մարդը գնում է ինչ որտեղ ասում են Նիկոլ վարչապետ։ Լավ, այս աշճանի տգետ, այդ մարդը 7.5 տարի վարչապետ է։ Ասենք, վանկարկում ես ապուշի նման Նիկոլ վարչապետ, ինչ ես ուզում դրանով ասես։ Ինչ ես ուզում դու դրանով ասես։ Այդ մարդը 7.5 տարի վարչապետ է։ Դե ներքին լսարանին փաստորեն, այո։ Պրոֆեսիոնալ կերպ օգտագործում է նախկին ներկա ֆորմուլան իր իշխանությունը պահելու համար։ Եվ ցավոք դա նրան հաջողվում է։ Պարոն Համբարյան, համաձայն եք։ Իհարկե դուք հիմա կհարցնեք, թե կան նոր ուժ։ Այո, ես մեր ձևովի։ Այո։ Նոր ուժ է, բայց օբյեկտիվորեն ես նշեմ, Նարեկ Կարապետյանը չի կարող այն կալիբրը եւ այն դեմքը լինել, որ իր շուրջ կարող է միավորել շատ ընդդիմադիրների, շատ գրագետ տղա է, շատ դաստիարակված է, շատ լավ մարդ է, իր վերաբերյալ կարծիքները շատ դրական են, բայց դա շատ քիչ է, ինքը ոչ կարող է լինել իր հորեղբայրը, ոչ էլ կարող է լինել, ասենք, թե Կարեն Կարապետյանը, ամեն դեպքում Նարեկ Կարապետյանի հետ իմ կարծիքով այս պահին ընտրության գնալը շատ թույլ ստարտ է։ Եվ ռիսկային եք նաև համարում, ռիսկային է նաև։ Թե հիմա ամեն դեպքում ես ավելի նուրբ բնութագրում կդամ, կասեմ, որ շատ թույլ ստարտ է մեր ձևովի համար։ Պարոն Համբարյան, որպես քաղաքագետ, ինչ եք կարծում, ընդդիմադիր ուժերը հաճախ համաձայն եք, որ միավորվում են միայն հակաիշխանական տրամաբանությամբ, ինչը ըստ էության երկարաժամկետ շարժիչ ուժ չի կարող ստեղծել, եւ այստեղ մի կարևոր հանգամանք, որ Հայաստանում այնուամենայնիվ ընդդիմադիր ուժերի մեծ մասը չունի հստակ գաղափարական ծրագիր, չունի ներքին կարգապահություն եւ նույն ռազմավարական պլանավորումը, շատ դեպքերում գործում է ռեակցիոն արձագանքելով իշխանության քայլերին։ Համաձայն եք, որ սեփական օրակարգ չունենալու պատճառով է գերագույն, այսպես ասեմ, պատճառը, որ նրանք ձախողում են եւ այդ վստահության կորուստը, որ ակնհայտ կա հասարակության մեջ, հենց դրանով է պայմանավորված, որ նույն ընդդիմադիր դաշտը կապվում է նաեւ նախկին ձախողումների, կոռուպցիոն անցյալի կամ չիրացված խոստումների հետ։
Այս մասով նաև կուզենայի դուք Գիտեք, ներկայացնեիք ձեր Թոքը շատ էսպես ճոխ ներկայացրեցիք, մեր հասարակությունը այդքան հասուն չէ, որ ձեր այդ գաղափարախոսությունը ելի կայան է, ուրեմն ես նշեմ, որ այս երկրի ողբերգությունը սկսվեց այն ժամանակ, երբ որ Սերժ Սարգսյանը փոխեց սահմանադրությունը Այո նախագահական պարլամենտական երկրից, որտեղ նախագահան ուժեղ դիրքեր ուներ, մենք վերածվեցինք պարլամենտական երկրի։ Դա բացահայտ հագապետական քայլ էր, որովհետև Սերժ Սարգսյանը պետք է շատ լավ հասկանար, թե մենք ինչ հասարակություն ունենք։ Հասկանում եք, պարլամենտական երկիր դառնում է այն երկիրը, Այո որը նախ շատ, այսպես ասած, հանգիստ հարևանություն ունի, այդ մեկ, այսինքն չունի Հայաստանի նման արտաքին վտանգներ, իդեպս նույն հարևանների տեսքով։ Երկրորդը ամենակարևորը ունի գրագետ հասարակություն, որ մարդը ոչ թե գնում է, ընտրում է Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, Ալիք Ծառուկյան, Իշխան Սաղաթելյան, այլ գնում ընտրում է ծրագիր, հասկանալի է, ծրագիր է գնում ընտրում։ Դուք քանի հոգու գիտեք Հայաստանի Հանրապետությունում, ձեր շրջապատում, լավ թեկուզ եւ Հայաստանի Հանրապետությունում կա, որ մարդիկ նստած ծրագրերն են ուսումնասիրում ու նոր գնում են ընտրության։ Ես այս հասարակությունը ունենալով երկիրը դարձնել պարլամենտական երկիր, այն պարագայում, երբ որ այս նույն հասարակությունը գնում ընտրում է ոչ թե ԿՊ-ին, այլ գնում ընտրում է Նիկոլին։ Հասկանալի է, խնդիրը հենց սրանում է։ Խնդիրը հենց այստեղ է, որ մենք չունենք գրագետ հասարակություն։ Այսպիսի հասարակություններ ունեցող երկրներում, ինչպես նաև Հայաստանի նման արտաքին վտանգներ ունեցող երկրներում, պետք է լինեն եւ ուժեղ նախագահ եւ բավական ուժեղ պարլամենտ։ Պարոն Համբարյան, այո Մեկ ողբերգությունը հենց մեր պարլամենտական կառավարման համակարգն է, որը ցավոք սրտի ներդրվեց նախկինների կողմից, ու Նիկոլը դա իր հակով կարված շարունակում է վայելել այդ իշխանությունը, որովհետև չկա գործադիր իշխանության ուժեղ ինստիտուտ։ Գործադիր իշխանությունը ենթարկվում է օրենսդիր իշխանությանը, որը էլի եմ կրկնում, մեր խնդիրն է, այնպես որ ծրագրեր եւ այլ հասարակությունը ոչ, ես շատ պարզ նշեցի, հասարակությունը հիասթափված է ընդդիմության մեջ, որովհետեւ առաջինը ընդդիմությունը չկարողացավ հաղթանակ տանել 21 թվականին, երկրորդը դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին չկարողացավ կազմակերպել հեղափոխություն, ինչպես ասում է Նիկոլը։ Ինչպես ասում է Նիկոլը, չկարողացավ կազմակերպել հեղափոխություն։ Հիմա մեր ընդդիմությունը պետք է օբյեկտիվ ընդունի իր պահով քննադատությունները եւ հասկանա, թե ինքը որտեղ է սխալվել։ Ես կրկնում եմ, Նիկոլի թիվ 1 խաղաքարտը հասարակության հետ իր այս մանիպուլյացիոն խաղերի մեջ հետեւյալն է. ինքը շարունակում է իշխանությունը պահել նախկին ներկա ֆորմուլան օգտագործելով, հանրությանը բաժանելով սեպերի ու սպիտակների։ Հիմա էլ փորձում է այլ տեսանկյունից բաժանել խաղաղասերների եւ պատերազմի հրցիկների։ Ինքը արդեն է դա հասկացնում հանրությանը։ Այ եթե հանրությունը ցանկանում է խաղաղ ապրել, ինքը մեզ պետք է ընտրի։ Բայց այդ նույն հանրությունը 21 թվականին խապնվելով Նիկոլի խոսքերին, 23 թվականին կորցրեց Արցախը։ Հիմա Նիկոլը խապելով Հայաստանը մտցնելու է թուրք-ադրբեջանական տանդեմի տակ։ Պարոն Համբարյան, այս ամենի մասին, այս վտանգների մասին, նույն ընդդիմադիր ճակատում, նույն մտածող մարդիկ, մտավորականները, որպես այդպիսին, եթե մատերի վրա էլի կարելի է հաշվել այն առողջ մտավորականներին, ովքեր մտահոգ են իսկապես երկրի առջև ծառացած խնդիրներով, ինչ եք կարծում, ի վերջո այս վտանգների մասին առողջ հասարակությունը գիտակցում է, թե ոչ, եւ վերջապես այս ամենի հարագումարում, եթե
Փորձենք էլի այսպես դուք որպես քաղաքագետ քաղաքական հաշվարկներ փորձեք կատարել 26 թվականին ձեր կարծիքով օրինակ պոտենցիալով կարող է դառնալ ընդդիմության միասնական թեկնածու կամ առհասարակում եք տեսնում որպես վարչապետացու լավ 26 թվականի ընտրություններին ինչ պատկեր կարող ենք ունենալ Ես ընդհանրապես տեմ եմ, որ ընդդիմությունը միասնական մասնակցի։ Այդ միասնական մասնակցելը վաղեմիսօր տերելու է խնդիրների, նոր բախումների ձայները դեպի ընդդիմություն գնալու բավ, որովհետև օրինակ Գագիկ Համբարյանը կարող է գնալ ընտրել X ընդդիմադիրին, բայց եթե X ընդդիմադիրը միավորվեց Y ընդդիմադիրի, Գագիկ Համբարյանը չի ընտրելու։ Հասկացաք, չէ՞, համաշատ ճիշտ կլինի, որ ընդդիմությունը մի 3-4 բևեռ ունենա։ Ամեն դեպքում այդ ուրեմն բանաձևը աշխատում է Հայաստանում։ Գոնե թիմ ընտրություններում մենք տեսում ենք, որ որոշ տեղերում դա աշխատում է։ Այլ հարց է, թե իշխանությունները պարտություն կրելուց հետո ինչպես են զավթում իշխանությունը ուրեմն ընդդիմադիրներից, բայց գոնե Գյումրի քաղաքում, Վանաձորում, Ալավերդիում ասենք Ախուրյան համայնքում դիմությունը այդ ձևաչափով տարել է հաղթանակ, այսինքն 2-3 բևեռ 4 բևեռ Գյումրիում 4 ընդդիմադիր ուժեր միավորվեցին, որ ընտրեն մեկ քաղաքապետի, որը շատ նորմալ է։ Նորմալ է։ Հիմա նույնն էլ պետք է տեղի ունենա ուրեմն 26 թվականի ընտրությունների ժամանակ։ Իդեպ նշեմ, որ այս ամեն ինչը նաև գործող իշխանությունները շատ լավ պատկերացնում են։ Նրանց թիվ 1 խնդիրը հետևյալն է՝ թույլ չտալ Հայաստանի Հանրապետությունում նոր ընդդիմադիր լիդերների ի հայտ գալը։ Դուք պատահական եք համարում, որ Սամվել Կարապետյանին Նիկոլը ընդամենը մեծ ձևով բարի համա։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Որովհետև Սամվել Կարապետյանը խարիզմատիկ ֆիգուր է։ Սամվել Կարապետյանը չի կարող ասոցացվել նախկինների հետ։ Չի կարող Սամվել Կարապետյանը մեղադրվել, ասենք, թալանի կամ ինչ-որ թե մութ գործարքների մեջ։ Շատ ծիծաղելի։ Դե Սամվել Կարապետյանին ասոցացնում են հստակ ՎՎ Պուտինի հետ, պարոն Համբարյան։ Դե հիմա Պուտինի հետ են ասոցացնում։ Ասում են, որ Ռուսաստանից էր ուղարկված, նրան հատուկ ուղարկել էին, հատուկ ծրագրով, հատուկ նպատակներով։ Վստահ եմ, այդ դիտարկումներին դուք ծանոթ եք, լսել եք, կարդացել եք։ Ինչն է հետաքրքիր։ Լավ։ Փորձենք բացատրել նաև այդ մտածողության տեր։ Մոռանանք, թե ով է այս իշխանությանը փրկել 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։ Բերեք չմոռանանք։ Այդ նույն քայլիստները, որ ասում են Կրեմլի գործակալ, KGB-ի գործակալ, ասենք հիմա էլ լկտիաբար կաթողիկասին են անվանում։ Այդ նույն բանը ես գոնե ապացույցներով բացեի բաց կարող եմ նշել, որ հենց այս իշխանությունն է։ Դուք մոռանում եք, ով փրկեց Նիկոլի իշխանությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։ Ձեր նշած Պուտինը։ Ձեր նշած Պուտինի լկտի հարցազրույցը տրված Մոսկվա-Կրեմլ-Պուտին հաղորդմանը, որտեղ վերջինս հայտարարեց, որ Նիկոլը իր կարծիքով դավաճան չէ, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, փրկեց Նիկոլի իշխանությունը։ Դուք մոռանում եք, ով էր այդ, ովքեր էին այդ թեզը տարածում։ Պահ մտած, ծագ մտած քայլիստները, որոնք նոյեմբերի 9-ից հետո չէին դուրս գալիս, բայց Պուտինի հարցազրույցը պատճառ դարձավ, որ նրանք իրանց մտած մգան ծագներից դուրս գան ու այդ հարցազրույցի հենց այդ մասը տեղադրեն իրենց Facebook-յան էջերում։ Բոլորը անխտիր։ Ալեն Սիմոնյանը, որը այդ ժամանակ իդեպ շատ հետաքրքիր է, էլի։ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 9-ին որտեղ էր։ Գիտեք չէ, որ ինքը Մոսկվայում է պատասխանվել հայտի շինարարների ընտանիքում։ Այդ դուք մտածում եք Ռուսաստանի, ինչպես իրենք են սիրում ասել, KGB-ն չգիտեր, շատ լավ գիտեր։ Քանի անգամ է Անդրանիկ Միհրանյանը, Կոնստանտին Զատուլինը բացահայտ նշել, որ Նիկոլի իշխանությունը փրկվել է Կրեմլից։ Գոնե Անդրանիկ Միհրանյանը իր հայտնի ուրեմն հրապարակման մեջ, որը կա մամուլում, բացահայտ նշել էր, որ 2021 թվականի փետրվարի Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի քաջեստավոր ասած ապստամբությունը Նիկոլի դեմ կանխվել է հենց ռուսների կողմից։ Այդ որ կանխվել է ռուսների կողմից ում իշխանությունը փրկվեց, որ իմ իշխանությունը ռուսները որ
Գենշտաբի զինվորականներին արգելեցին Նիկոլի դեմ դուրս գալ, ում իշխանությունը փրկեցին։ Նիկոլի։ Ու շատ հետաքրքիր է, ասենք, հիմա Սամվել Կարապետյանը պարզվում է Կրեմլի գործակալ է, բայց մի քանի անգամ ռուսերի կողմից փրկված Նիկոլի իշխանությունը ու Նիկոլը ռուսական գործակալներ չեն, շատ ծիծաղելի է։ Հիմա որ դաշտում է Նիկոլ Փաշինյանը, ՎՎ Պուտինի դաշտում է, Ռուսաստանի դաշտում է, թե այնուամենայնիվ Արևմուտքն ավելի հոգեհարազատ է նրան։ Գիտեք, խնդիրը որն է, ուսադիր լսեք, ուրեմն հարգելի կայան է։ Ուրեմն Նիկոլը այս պրիմիտիվ ժողովրդին մեծ մասամբ պրիմիտիվ։ Այո։ Միամիտ, ավելի ճիշտ ասել, միամիտ ժողովրդին փորձում է համոզել, որ Արցախը դա ուրեմն մեզ համար, այսպես ասած, զսպաշապիկ էր, թագարտ էր, որի պատճառով մենք դե ինքը անուն չի տալիս, բայց փորձում են նշել, որ Արցախյան կոնֆլիկտը տակ էր պահվում Ռուսաստանի կողմից։ Որոշ չափով դա ճիշտ է, որովհետև Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը տգետային է, այսպես ասած։ Ռուսաստանը երբեք հիբրիդային արտաքին քաղաքականություն չի վարում Արևմուտքի նման։ Արևմուտքը իր արտաքին քաղաքականությունը համեմատում է թեթև ուժով, դոլարային էքսպանսիայով, ՀԿ-ների հովանավորությամբ եւ այլն, ինչպես նաեւ բացահայտ քաղաքական թիմեր պատրաստելով, բացահայտ։ Այո։ Ասենք թե Հայաստանի Հանրապետությունում հիմա դուք մտածում եք, թե միայն իշխանություններն են, որ այսպես ասած Արևմուտքի հետ խաղեր են տալիս, բացարձակ։ Մենք եւ իշխանությանը մեր եւ ընդդիմադիր դաշտում բազմաթիվ քաղաքական ուժեր ունենք, ովքեր բացահայտ հովանավորվում են Բրյուսելի եւ Վաշինգտոնի կողմից։ Բավականին բազմաշերտ։ Այո, հիմա նայեք խնդիրը որն է։ Այս ժողովրդին Նիկոլը համոզում է, որ մենք ուրեմն Արցախը կորցնելով ձեռք բերեցինք իրական ուրեմն անկախություն, բայց իրականում գիտեք որն է մեր ողբերգությունը։ Որ մեր ժողովուրդը չի հասկանում, որ եթե Ռուսաստանը խաղում էր Արցախով մեր դեմ կամ մեզ հետ, այո, ինքը նաև ավելի խոշոր խաղացողների հետ, իդեմս նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների, իդեմս նույն Եվրամիության, գլոբալ Եվրամիության, այո, խաղում է արդեն Հայաստանով։ Հասկանում եք, չէ՞, Ռուսաստանը կարող է բարտեր անել մեզ։ Ընդհանրապես։ Հիմա ասենք ստանալ Ուկրաինայից որոշ տարածքներ, ասել ես ձեզ եմ տալիս Հայաստանը, ու մենք էլ մեր միամիտ կարծիքով մտածենք, որ դա տեղի է ունենում մեր պայքարի եւ հզոր հպարտ Նիկոլի արտաքին քաղաքականության արդյունքում։ Հասկանում եք, չէ՞, որն է խնդիրը։ Հասկանալի է։ Մենք չենք էլ գիտակցում, որ մենք ընդամենը, այսինքն գիտակցողները լավ էլ գիտակցում են Հայաստանում, այնպես չէ, որ մարդիկ չկան, ովքեր չեն հասկանում այս ամեն ինչը։ Գիտեք, տարական մարդ կարող է տգետ լինել ու հավատալ, որ ասենք պարտված երկիրը կարող է լինել հզոր եւ հպարտ։ Եվ թելադրող նաեւ։ Եվ թելադրող, հա, ամենածիծաղելին եւ ցավալին։ Աշխարհում նման բան չի եղել։ Եվ հիմա գիտեք, Ռուսաստանը իր ողջ պատմության մեջ ամենաշատը Թուրքիայի հետ է պատերազմել։ Ես անընդհատ նայում եմ թուրքական լրատվամիջոցները, հատկապես պաշտոնական տեղեկությունները, ահա որ շատ է Հայաստանի, Զանգեզուրի միջանցքի, Արցախի վերաբերյալ նյութերը։ Եվ գիտեք ես ինչ եմ ավելի շատ հասկանում, որ թուրքերը ոչ թե հպարտանում են Հայաստանին ճնշելու, Հայաստանին պարտության մատնելու, հայերին ստորացնելու հանգամանքով բացարձակ։ Այլ Ռուսաստանի։ Նրանք, այո, նրանք դա կարմիր գծով է երևում, հասկանում եք, կարմիր թելով ես դա հասկանում եմ, ինքը փորձում է ցույց տալ, որ 200 տարի հետո ինքը վերցրել է այդ տարածքները ոչ միայն Ռուսաստանից, հարգելի կայան, ինքը նաև Իրանից է վերցրել։ Իրանից նաև, այո։ Հասկանում եք։ Իրանա-ռուսական տանդեմի պարտությունն է սա։ Ես բազմաթիվ անգամ եմ նշել եւ հիմա էլ կարող եմ մի երկու բառով նշել, որ սա աղետալի հետևանքներ է ունենալու Պուտինյան Ռուսաստանի համար։
Եթե Հայաստանը ինքը վերջնականապես կորցնի, դա աղետալի հետևանքներ կունենա։ Գիտեք, ռուսներին ապուշի տեղ էին դրել Ելցինի օրոք, երբ որ խաբելով ՆԱՏՕ-ի սահմանները հասցրեցին Սանկտ Պետերբուրգից 60-70 կիլոմետր հեռավորության վրա։ Այո։ Հիմա ես էլի եմ ասելու, հիմա էլ մի անգամ էլ կասեմ, ես օրինակ Պուտինի կառավարումը բաժանում եմ մի քանի մասերի։ Ադեկվատ, միջին ադեկվատության եւ անադեկվատ։ Հիմա Պուտինի անադեկվատ կառավարման շրջանն է, այդ մարդը անադեկվատ է ինձ համար, լուրջ եմ ասում։ Չի կարող նորմալ մարդ անել այն, ինչ ինքը անում է։ Եվ հիմա ասենք գուցե հնարավորություններ չկան, պարոն Համբարյան, առավել adekvat դաշտում գործելու եւ առավել տրամաբանված։ Ինչ չկա։ Այս նկատի ունեմ, գուցե չկան ռեսուրսներ համապատասխան, գուցե իրավիճակում Գայանե ջան, Ռուսաստանը պետք է իր պատմությունը լավ գիտենա, Ռուսաստանի ղեկավարությունը, ու պետք է հասկանա, որ Ռուսաստանը պատահական չի իր ողջ պատմության ընթացքում 13 թե 14 անգամ պատերազմել Թուրքիայի հետ։ Եվ եթե Ռուսաստանում որևէ մեկը մտածում է, որ Թուրքիան կամ Էրդողանը կարող են լինել Ռուսաստանի բարեկամները, ուրեմն ողբերգություն է դա Ռուսաստանի համար։ Ռուս-թուրքական բախումը սարերի ետևում է, պարոն Համբարյան, թե ուրեմն Ռուսաստանի ամենաթույլ մասը դա Հյուսիսային Կովկասն է։ 99 թվականին դառնալով վարչապետ, Պուտինը փրկեց Ռուսաստանը վերջնական կործանումից, վտարելով թուրքական պրոքսիներին Հյուսիսային Կովկասից։ Հիմա, չգիտես ինչու, ինքը մտածում է, որ կարող է զսպել թուրքերին, այն պարագայում, ասենք թե, երբ որ թուրքերը ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ են, Թուրքիան եւ Արևմուտքը համատեղ ծրագրեր են տանում Ռուսաստանի դեմ։ Իսկ այդ Զանգեզուրի միջանցքը արդեն իրանք չեն էլ թաքցնում, որ դա թուրանական ծրագիր է։ Դա թուրանական ծրագիր է։ Թուրք-ադրբեջանական տանդեմի համար Հայաստան արդեն գոյություն չունի։ Վերջ։ Իրանք ուզածին հասել են, իրեմս տրիպի։ Իսկ դրա քավորը Լոնդոնն ու Վաշինգտոնն է։ Այդ ամեն ինչի։ Եվ այստեղ այս ամեն ինչում թուրք-ադրբեջանական տանդեմի, ավելի ճիշտ ասել Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը ամբողջությամբ համընկնում են, որտեղ վաղը մյուս օր Զանգեզուրյան միջանցքը պետք է դառնա Դամոկլեան սուր նախնական երկու պետությունների գլխին, դա Ռուսաստանն է եւ Իրանն է, հետագայում Չինաստան եւ Հնդկաստան, որովհետեւ թուրանական ծրագրի վերջնարդյունքը դա մեծ թուրանական պետության ստեղծումն է Թուրքիայի գլխավորությամբ։ Այս պարագայում Անգլիայի, այսինքն ճիշտ ասել Մեծ Բրիտանիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը կապված նախնական առաջնայինը Ռուսաստանի եւ Իրանի թուլացման հետ եւ այդ երկրների ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն հաստատելը ամբողջությամբ համընկնում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի հետ։ Իսկ Ռուսաստանի նույն ռուսական վերնախավի այդ բաժանեցինք մի քանի հատվածի adekvat հատվածը այս վտանգների մասին չի գիտակցում, չի ընկալում եւ ձեր կարծիքով բազմաթիվ հրապարակումներ կան, բազմաթիվ ելույթներ կան, բայց ամեն դեպքում խնդիրը հետեւյալն է, որ այս պահի դրությամբ Պուտինը շրջապատված է պրոթուրքական լոբիով։ Դա հայտնի ազգությամբ հրյա, բայց Ադրբեջանից դուրս եկած, այսինքն ծնունդով Ադրբեջանից, այդ ուրեմն տանդվանն է, զանգվածն է, ճիշտ է, ռուսական ստրատեգիական ավիացիայի հայտարարակ ոչնչացումից հետո, որի ընթացքում ոչ ամբողջությամբ ապեստիալերով 30-ից մինչև 50% է ոչնչացվել, բայց խնդիրը գիտեք որն է հարգելի քահանա, որ այդ ավիացիայի ոչնչացումը ամբողջությամբ կազմակերպվել է Ռուսաստանում ապրող ադրբեջանական համայնքի կողմից։ Դուք պատահական եք համարում այդ Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավարի կալանավորումը եւ դուրս շպրտելը Ռուսաստանից, Եկատերինբուրգի ադրբեջանցիների սպանությունները ոչ, իհարկե ոչ, որքան էլ
Պուտինի թրքամեջ շրջապատը փորձի թաքցնել իր խայդարակ դավաճանությունը ռուսական պետության նկատմամբ, որ իրենց կողմից հովանավորված ադրբեջանցիները եւ ադրբեջանից դուրս եկած հрьяաները Ռուսաստանում 5-րդ շարասյան տեր են կատարել եւ ադրբեջանից ուղարկված խոշոր բեռնատար մեքենաների ուրեմն արկու վաճառքի շնորհիվ է որ ուկրաինական գաղթի ծառայությունները եւ իրենց թիկունքում կանգնած ամերիկյան եւ բրիտանական գաղթի ծառայությունները կարողացել են այդ մեքենաները հատուկ այնպես պատրաստել որ դրանց միջից ԱԹՍ-ներ թռչեն այդ ամբողջ պատրաստության գործընթացը տեղի ունեցել ադրբեջանցիներին պատկանող շուկաների անգարներում Իսկ գաղտնի ծառայությունները ինչով են զբաղված եղել, պարոն Համբարյան։ Ռուսաստանի գաղտնի ծառայության ղեկավարը Նարիշկինը։ Բաց այդ թշնամի է Ռուսաստանին։ Այդ մարդը ինձ համար բաց այդ թշնամի է մեկ պատճառով։ Դուք հիշում եք 2022 թվականի փետրվարի 24-ին, երբ որ Ռուսաստանը սկսեց այսպես կոչված ռազմական օպերացիան Ուկրաինայում, այդ մարդը Պուտինի հարցերին կոնկրետ չէր պատասխանում, որը նույնիսկ զայրացրեց Պուտինին։ Կրավորական պատասխաններով էր այո աչքի ընկնում։ Ես չգիտեմ այդ մարդը ում շահերն է սպասարկում, բացի դրանից մի օրինակ էլ բերեմ ու այս մարդու պահով վերջացնենք, որպեսզի բոլորի մոտ կարծիքը միանշանակ լինի։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը ահռելի սեփականություն ունի ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայում։ Իդեպ նշեմ, որ դա բացարձակ պարտադիր չէ, որ այդ փաստը բերվում է ընդդիմադիրների կողմից, արդեն վաղամերիկ Նավալնի կողմից է դա ասվել, բայց Նավալնին դա ապացուցել է փաստերով։ Դե բնականաբար ծառայությունների դիմաց է ստացել այդ ամենը եւ ոչ թե հասկանալի է ինչ ճանապարհով է կարողացել ձեռք բերել։ Ամեն դեպքում Ռուսաստանի կողմից Արցախի Ռուսաստանի լռությամբ Արցախի հանձնումը Նիկոլի կողմից Ադրբեջանին դա շատ ծանր հետևանքներ եւ գին ուներ։ Դե գիտեք, ես մեր մասին արդեն չեմ էլ ասում։ Եթե ուշադիր եք, ես մեր մասին չեմ ասում, որովհետև մենք ուրախ զվարթ գնում ենք ինքնաոչնչացման։ Արդեն ուրեմն 5 տարի։ Պարոն Համբարյան, այո, Հետևանքներ, որ ես հույս ունեի, որ գոնե Ռուսաստանի իր ազգային պետական շահերից դուրս գալով թույլ չի տա, որ Հայաստանը կործանվի հարավային Կովկասում։ Բայց ոչ, որքան ես հասկանում եմ, Ռուսաստանը շատ կեղտոտ խաղի մեջ է մտած, իդեպ նաև նշեմ, որ այդ հույսերը, որ մենք իբր թե ձերբազատվել ենք եւ այլ, չկան նման բան։ Մենք նույնիսկ չենք էլ հասկանում, որ մեզ սեղանի վրա բաժանում են։ Հարգելի կայան է, Ուկրաինայի նման 50 միլիոնանոց երկիր այո մեծին 50 միլիոնանոց էնել ես եկել Ուկրաինայում դուք չեք պատկերացնում նրա նման զարգացած հանրապետություն չի եղել խորհրդային միջնում Ռուսաստանն էլ այդ մագարտակի զարգացած չէր բայց տեսակ ինչ արեցին դրեցին, բաժանեցին։ Հիմա տեսեք, չէ՞, ուկրաինացիների մեջ էլ չէ, մի ապուշ մասակա բանը, չէ, Ուկրաինան անվանում են դերժավա, մտածում են, որ այդ իրանք են իրանց հարցերը լուծում։ Այո։ Չէ՞, թե մեր մոտ էլ կա այդ մասան։ Ասենք, Ուկրաինայի նման 50 միլիոնանոց երկիրը կործանեցին։ Ուկրաինացին գիտի, թե ինքն է հարցերը լուծում, մենք չենք տեսնում Ուկրաինայի հարցերը ովքեր են լուծում։ Բայց տեսնում եք, Ուկրաինայի հարցերը լուծվում են Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, ավելի շատ Վաշինգտոնում եւ Մոսկվայում։ Բրյուսելին է մեկ-մեկ են այս կողքից տեղյակ պահում, իդեմս Եվրամիության։ Պարոն Համբարյան, Հայաստանի Հանրապետությունը ով է այս խաղերում։ Իսկ խնդիրը հետեւյալն է, մենք պետք է ունենայինք ազգասեր իշխանություն, որովհետեւ այս վիճակում չհայտնվեինք։ Ամեն ինչ կախված է բուն ղեկավարությունից։ Գիտեք, Գայանե ջան, սուտ է։ Ես բացարձակ չեմ ընդունում այն թեզը, թե աշխարհը այսպես է ուժեղները, այսպես են ոչ։ Բացարձակ։ Բարը այդպես է ուժեղները, այդպես են, բայց խնդիրը հետևյալն է։
դու ներսից պետք է թույլ տաս։ Դու ներսից պետք է քո դարբասները բացես թշնամու առաջ։ Եվ դա բացարձակ պարտադիր չէ, որ լինի բարի բուն իմաստով։ Քո ես նկատում եմ, որ դու պետք է բարես զգույշ եւ ճիշտ արտաքին քաղաքականություն։ Վրաստանը մեկ անգամ դա ինչ արեցին իր հետ։ 2008 թվականին Ապուշ Սաակաշվիլին Վրաստանը ներքաշեց պատերազմի մեջ։ Հիմա, երբ որ փորձեցին դրա միջոցով երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ, Վրաստանը ասեց վերջ։ Մենք մտածում ենք, թե մենք կարող ենք այս տարածաշրջանում ավելի լավ լինել կամ ավելի արժեքավոր լինել, քան վրացիները, չկա նման բան։ Վրացիները հələ լոգիստիկ առումով շատ մեծ հնարավորություններ ունեն։ Գոնե ծով ունեն։ Իրանք էլ իրանց տարածքում ունենան թուրքական մահմեդական խտիր, իդեմս ուրեմն Քվեմո Քարտլի եւ Աջարիայի ամեն դեպքում իրանք երկունեն դեպի ծով։ Ու հանդերձ եթե ունենային կազգասեր իշխանություն, հնարավոր էր, այսպես ասած, Արցախի բանալիները չհանձնել եւ պահել ու փայփայել Արցախը։ Այո։ 2019 թվականին Հայաստանի Հանրապետությունը ստացել է առաջարկ Մինսկի խմբի համանախագահներից։ Հարցի լուծման վերաբերյալ։ Կապիտուլյանտ Նիկոլը մեկ շաբաթ առաջ ազգային ժողովի ամբիոնից բացահայտ կեղծիքներ եւ ստեր էր խոսում, թե ասենք Արցախում տեղի ունենալիք հանրաքվեի արդյունքում ինչ կլիներ։ Ասենք ես որքան ապարտուներ Խաչատրյան հարցնում, թե ասենք հանրաքվեն պետք է անցկացվեր Արցախում եւ մեխանիկորեն Արցախը պետք է անկախանար։ Ուրեմն կապիտուլյանտ ազգային ժողովի ամբիոնը օգտագործեց կեղծիքներ տարածելու համար, թե այնտեղ գրված չէ, որ Արցախում է անցկացվելու, այնտեղ գրված է, որ Արցախի բնակիչները պետք է մասնակցեն ընտրություններին։ Այո, Արցախի բնակիչները պետք է մասնակցեն ընտրություններին, իսկ ընտրությունները պետք է անցկացվեն հետևյալ ուրեմն բանաձևով։ 1989 թվականի Խորհրդային Միության վերջին մարտահամարի տվյալներով։ Այսինքն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում 1989 թվականի մարտահամարի տվյալներով ապրել է 155,000-ից ավել մարդ։ Մի փոքր լավ, որոնց 76% եղել են հայեր, 22% եղել են ադրբեջանցիներ, 2% եղել են այլ ազգիներ։ Հիմա հարց, հարգելի կայան է։ Ում մտքով է ասում, որ ասենք 76% հայերը մասնակցելով հանրաքվեին կարող էին այնպես քվեարկել, որ Արցախը հայտնվեր Ադրբեջանի կազմում։ Կամ Նիկոլին ով է ասել, որ հանրաքվեն պետք է անցկացվեր Ադրբեջանի ամբողջ Ադրբեջանում։ Հասկանում եք, չէ՞, մարդը ինչ ստեր է տարածում եւ ինչ ապուշություններ է կապեցում ժողովրդի ուղերձներին։ Չկա նման բան, հարգելի կայան է։ Այո, Արցախի ողջ բնակչությունը պետք է մասնակցեր ընտրություններին։ Ով ուզում էր, թող գար մասնակցեր։ Կա ստատիստիկ տվյալ, եթե ադրբեջանցիներն ասում են, որ պետք է մասնակցեն ուրեմն բնակիչները եւ նրանց ծերունները, մերոնք էլ պետք է այդպես մասնակցեին։ Որտեղ ապրում էին Արցախահայեր, պետք է նրանք, որտեղ կոմպակտ ապրում էին, պետք է նրանք բոլորը մասնակցեին։ Ով է ինչ ասել, որ այսօր էլ օրինակ, այո, ահա։ Ուրեմն 2019 թվականի ծրագրով ուրեմն Հայաստանը Ադրբեջանին էր հանձնում 5 շրջանները, բացի Քարվաճարից եւ Բերձորից, այսինքն Քելբաջարից եւ Լաչինից։ Այդ 5 շրջաններում Ադրբեջանը իրավունք չէր ունենա տեղակայել զինվորական բազաներ։ Այդ 5 շրջաններում, ինչպես նաեւ Բերձորում եւ ուրեմն այդ 5 շրջաններից պետք է տեղակայվեին միջազգային խաղաղապահ ուժեր։ Նույն րոպեին բացվում էին բոլոր ուրեմն լոգիստիկ հանգույցներ, այսինքն շրջափակումը դադարեցվում էր առանց միջանցքների եւ առանց ինչ-որ տրիվների։ Եվ անկյունի միջանցքների։ Բոլոր ճանապարհները բացվում էին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատվում էին բարեգրացիական նորմալ դիվանագիտական հարաբերություններ։
ուրեմն Արցախահայերը մնում էին իրենց տեղում, ապրում էին ինչպես ապրել են միշտ, ունենալու էին իրենց իշխանությունները։ Որոշ ժամանակ անց անցկացվելու էր հանրաքվե։ Հանրաքվեն պետք է պարտադիր լիներ բոլոր պետությունների համար, ինչպես նաև միավորված կազմակերպության համար։ Հիմա հարգելի կայան է, այսքանի ոնց կարող է նորմալ մարդը հելնել բարձրանալ, ասել 1996 թվականից հետո Արցախի ճակատագիրը որոշված էր, Արցախը պետք է լիներ Ադրբեջանի կազմում։ Լավ, ես ուզում եմ հասկանամ էլի, ինչից են որոշել։ Լավ, մեկը չկա հարցնից է, բա որ դա Ադրբեջանի իօգուտ էր, այդ ծրագիրը։ Չէ, այդ նույն 19 թվականի ծրագիրը ես համոզված եմ, որ բացի պաշտոնական Երևան ներկայացվել է պաշտոնական Բաքվին։ Իդեպ նաև նշեմ, որ Նիկոլը այդ ծրագիրը բացահայտելով մի հատ չի ասում ինքը ինչ է պատասխանը։ Ինչ-որ տգետ ձևակերպումներ, այդ ծրագիրը ասում է նախկին նախագահներին էր ուղղված։ Դուք հասկանում եք, չէ՞, Քայան է։ Երկրի ղեկավար է 1 տարուց ավել 2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի հունիս ամիսը ինքը ասում է այդ ծրագրի վերաբերյալ ես չեմ բանակցել։ Այն պարագայում, երբ որ դուք հիշում եք 2019 թվականի ապրիլի սկզբին ազգային ժողովի կուլիսներում լրագրողներին ասում էր ինչ Սերժ Սարգսյանի թողած ժառանգություն Արցախյան բանակցությունների վերաբերյալ ես բանակցությունները սկսում եմ իմ կետից 0 կետից, այո։ Բացի դրանից պատասխանելով որքան հիշում եմ Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե ինչ է բանակցում, դա էլ արդեն 19 թվականի մայիս ամիսն էր։ Պատասխանեց Տիգրան Ուրիխանյանին, ինչ ուզենամ է կբանակցեմ։ Ու դրանից հետո հիմա կանգնել ազգային ժողովում ասում է նախագահների անունն էր գրված եւ այլ։ Այսինքն նախագահների անունն էր գրված, ինչ էր գրված, բայց դու ես երկրի ղեկավարը, ինչ ես պատասխանը։ Լավ, հետ վերադառնանք Ադրբեջանին, հարգելի Քայան է։ Եթե Ադրբեջանը հաստատ համոզված էր, որ ինչպես Նիկոլն է ասում, հանրաքվեի արդյունքում ինքը Արցախը պլանելու էր, պատերազմը ինչի սկսեց։ Դա էլի նախկիններն էին մեղավոր։ Ձեզ մոտ այդ հարցը չի առաջանում, Քայան ջան։ Նախկիններն էին էլի մեղավոր, պարոն Համբարյան։ Չէ, Ադրբեջանի հետ նախկինները կապ չունեն։ Իլհամ Ալիևը Նիկոլ Անհողի դեպիլ է։ Դե ասում են ճակերտներում գործակալներն են։ Ասում են, որ բանի հանրաքվեի արդյունքում թող Արցախը անցնի քեզ, դուք էլ մեխանիկորեն հայերին դուրս կանեք այդտեղից, կամ հայերը ինքնական կգնան, որովհետև չեն ուզենա ապրել Ադրբեջանի կազմում։ Հա, Ադրբեջանի նախագահան ասեց ոչ։ Մի քանի հազար զինվոր կսպանեմ, մի քանի միլիարդ դոլարի զենք կօգտագործեն կոչնչացնեն եւ այլ, բայց թող պատերազմով լինի, հա։ Հարգելի Քայան է, Արցախի հանձնման ծրագիրը ամբողջությամբ Նիկոլ Անհողի ծրագիրն է։ Պարոն Համբարյան, դիտավորյալ մերժել Մինսկի խմբի 2019 թվականի առաջարկները, ինքն է դիտավորյալ դրանից մեկ ամիս հետո գնացել Արցախ, Ստեփանակերտի վերածննդի հրապարակում գորգրացել Ցախը Հայաստանը եւ վերջ։ Որը նշանակում էր, որ Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չունի կապելու միջազգային հանրության հետ, իդեմս նույն Մինսկի խմբի հետ, որը լեգիտիմ հնարավորություններ տվեց Ադրբեջանին հարձակվելու Արցախի վրա։ Ահա Արցախյան պատերազմի ողջ ֆորմուլան, թե ինչպես Նիկոլը դա կազմակերպեց Ալիևի հետ։ Գիտու, որ սրանց աջ ձեռքը չգիտի ձախ ձեռքը ինչ անում։ Ասենք Ալեն Սիմոնյանը գնում Արմքոմեդի տղաների մոտ ասում է մեզ համար պատերազմը բացարձակ նորություն է։ Մենք էս քնանք առավոտ արթնացանք, ինձ ասեցին, որ պատերազմ է։ Ընդամենը 2 օր անց Անդրանիկ Քոչարյանը հրեշանդոմականունով գնում է Factor TV ու ասում է իհարկե մենք գիտենք, որ Ադրբեջանը հարձակվել է։ Այո, դուք այդ մասին նաև գրառում էիք արել հակադրությունների հարումով, հիշում եմ, այո։ Ավելին ասեմ, ընդամենը 2 շաբաթ առաջ էր Ալեն Սիմոնյանը նյութ է հրապարակում,
ու փորձում է հերքել այդ TV հաղորդման ժամանակ Անդրանիկ Քոչարյանը նշեց 44-օրյա պատերազմում զոհվածների երկու օր հետո Նիկոլի Ալենը լրիվ ուրիշ թիվ նշեց տարբերությունը 154 մարդ Վերադառնանք սրբազանների ամենակարևորագույն էլի խնդիրներին մասին է խոսում, որ արդեն 4 սրբազան կալանավորված են եւ այստեղ ամենակարևորին գանք եւ ամենաուշագրավ հատվածին, թե ինչ հոդվածով կալանավորվեց Արշակ Սրբազանը, որ նրան մեղադրում են թմրամիջոց իրացնելու համար եւ մեղադրանքի փաստական հիմքում մատնանշվել էր, որ նա իբրև հանձնարարել է 18 թվականին ընդդեմ կաթողիկոսի ցույցի մասնակիցներից մեկի ուսապարկի մեջ թմրանյութ պլան գցելու համար։ Հիմա դուք ինքներդ արդեն տեսաք, որ այդտեղ բացարձակ չկա որևէ թմրանյութ իրացնելու հանգամանք, նույնիսկ իրանց հայտարարությունը անելով հերքում են իրենց իսկ կողմից Արշակ Սրբազանին առաջադրած մեղադրանք։ Իսկ ինչու հենց այս մեղադրանքով փորձեցին, այսպես ասած, տանել Արշակ Սրբազանին, օրինակ հնարավոր չէ այլ տարբերակ մտածել, սա միտումնավոր է արվում, դա եմ ուզում ասել, սա հատուկ նպատակ է վարկաբեկելու ինստիտուտը։ Դա հին ֆաշիստական գերմանական մեթոդ է, կոչվում է ձգան հոդի էֆեկտ, այսինքն քո մասին տարածում են վարկաբեկիչ լույս, ու փորձում ես դա հերքել, մեխանիկորեն դա տարածվում է, մեխանիկորեն դու ընկնում ես այդ կեղտոտ ուրեմն պատմության մեջ եւ մարդիկ քեզ ասոցացնում են դրա հետ, հասկանալի է, չէ՞։ Նիկոլը ոչ մի նոր բան չի հնարել, ինքը դասական օգտագործում է ֆաշիստական Գերմանիայի քարոզչական մեթոդները, Գեբելսյան բոլոր դրաչապերով ուրեմն առաջադրված քարոզչությունը, մարդկանց վարկաբեկելը, մարդկանց վատաբանելը, կեղծ եւ սուտ ինֆորմացիան որպես արտաշ ներկայացնելը, դրանք բոլորը Գեբելսյան մեթոդներ են։ Պարոն Համբարյան, եւ Գեբելսյան մեթոդներ են։ Գեբելսը ասում էր, որքան սուտը ավելի սարսափելի է, այնքան մարդիկ շատ են դրան հավատում։ Որքան դու շատ նույն սուտը շատ ասում ես, այդ սուտը դառնում է իրականություն։ Սա է Գեբելսյան Գերմանիայի ուրեմն քարոզչության բաները, բանաձևերը։ Այսինքն ապավինում են այդ քարոզչությանը, ապավինում են Գեբելսյան քարոզչությանը օրվա իշխանականները, շատ լավ։ Ինչ քաղաքական իսկ Արշակ Սրբազանի թեմ շատ պարզ էր։ Նիկոլան Հողը չկարողացավ Արշակ Սրբազանի ծնկի բերել, ինչպես արեց որոշ սատանիստների հետ, եպիսկոպոսի եւ եպիսկոպոսի սքեմի տակ թաքնված, որոնք էլ անամոթության կագատնագետն են։ Գիտեք որն է խնդիրը, որ նրանք ոչ միայն հոգեվորական չեն, նրանք նույնիսկ տղամարդ չեն, հասկանում եք, չէ՞։ Ասենք ուզում եմ հասկանամ էլի այդ Կջոյան Սամվելի։ Այո։ Ասենք ուզում եմ տրամաբանություն եւ բարոյականության հատակը հասկանալ։ Ում քննադատում էր իդեպ Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ տարատեսակ որակավորումներով եւ այո տարիներ առաջ եք ասում, ես կոնկրետ հիմա փաստը կբերեմ 2007 թվականին հայկական ժամանակ Ուրաթերթն է առաջինը գրել, որ Նավասարդ Կջոյանը կալանավորվել է մի քանի օրով զենք պահելու համար։ 2021 թվականի հունիսի 12-ին Նիկոլ Անհողը ելույթ ունենալով հանրահավաքներից մեկի ժամանակ Նավասարդ Կջոյանին մեղադրել է հակաքրիստոնեական բառամթերքներ օգտագործելու համար։ Նաև 25 թվականի հոկտեմբերի 10-ին Նիկոլ Անհողը ազգային ժողովի ամբիոնից խոսում է Նավասարդ Կջոյանի Բենտլիի մասին, որովհետև երբ որ ասում է հոգևորականը Բենտլի ունի, հանրապետությունում միակ Բենտլի ունեցող հոգևորականը եղել է Նավասարդ Կջոյանը։ Մի հատ էլ թանկարժեք մեքենա ունեցող հոգևորական կա, դա բանն է։ Վայոց ծորի թեմի ուրեմն առաջնորդը, ով վարում է Jaguar, ով ըստ լրատվականներում հրապարակված տվյալների կեսեր ունի, դատներ ունի եւ հիմա Նիկոլի կողմ է անցել։ Ինձ հետաքրքիր է էլի, այսքան բան Կջոյանի հասցեին ասել հետո ո՞նց կարելի է
ջուրի մասնակցել, ասենք դրա ղեկավարած շաբաթ փարտին ու վերջում էլ ծնգի կալ Կջոյանի առաջ։ Տեսա չէ ծնգի էր եկել։ Այո։ Ասենք Վազգեն Միրզախանյան 2014 թվականին Նիկոլի ընտանեկան հայկական ժամանակ օրաթերթում փետրվարի 15 որքան հիշում եմ հրապարակվել էր նյութ, որտեղ Վազգեն Միրզախանյանին մեղադրում էին վրացահայոց թեմին նվիրաբերված գումարները մսխելու մեջ։ Դե էլ չասեմ Վազգեն Միրզախանյանի անձնական կյանքի վերաբերյալ խայտարակ փաստերը, սեռական կապերը որոշ հոգևորականների կանանց հետ կամ այլ կանանց հետ։ Բոլորը տելեգրամյան ալիքը մեկ ապագես նրա կնոջ ու տղայի լուսանկարը։ Էլ չասեմ, որ Վազգեն Միրզախանյանը կարգալույց չի եղել իր եղբոր Կարտոլ Նորիգի անձնական խնդրանքով, որը դիմել է, ասենք, գեներալ Մանվելին, որ գեներալ Մանվելը միջնորդի, որ նրան չկարգալույց չանեն իր այլանդակ վարքագծի համար։ Սա լուրեր են, որոնք տարածվում են հասարակության մեջ։ Արդյոք համապատասխանում են իրականության, թողել Վազգեն Միրզախանյանը մի հատ ասինքը տղա կին ունի, կամ այդ սեքս սկանդալների մասին, որ կրվում էր ամբողջ մամուլը, դա համապատասխանում է իրականությանը։ Գևորգ Սարոյան, Դավաճան, կաթողիկոսի քրոջ տղայի մտերիմ ընկերը, Մկրտիչ Սրբազանի մտերիմ ընկերը իրար հետ են սովորել, ասում են, որ սրա համար կաթողիկոսը ամեն ինչ արել է, նույնիսկ թեմ է ստեղծել։ Տեսակ, բոլորը տելեգրամյան ալիքում հայտնվեց ձայնագրություն, որտեղ սրան մեղադրում էին հոգևորականներից մեկի կնոջ հետ սեռական կապ։ Ճիշտ է, հետո ինչ որ հարցազրույց էր տալիս, ասում էր, ես չհասկացա այդ ձայնագրությունը, ինչի չհասկացար։ Շատ լավ հասկացի։ Քո մասը դու ես խոսում մեկի հետ։ Ու շատ պարզ։ Ասենք Արգիշտի Քարամյանի պապան, չգիտես հիմա, Կոտայքի թեմի առաջնորդը, Արգիշտի Քարամյանի հայրն է թե չէ։ Ումեն ոչ հաստատում են, չես հասկանում։ Թե այն մոտոքսատ եպիսկոպոսի մասին, որ չգիտես ինչ կյանքով է ապրում, դրա մասին էլ չեմ էլ ուզում խոսեմ։ Հասկանում եք, այստեղ բոտոքսած ֆիլերված, չգիտես ինչ եղած բրոշներով, ճակատով ու թշներով եւ այլն։ Հասկանում եք, ու այս մարդկանցով, որոնց Նիկոլը շատ դեպքերում իր ընտանեկան թերթում կամ ազգային ժողովի ամբիոնը օգտագործելով, ընդհանուր ասում եմ, չէ, Կջոյանին 1 ամիս առաջ ամենավերջին վիրավորանքները տվեց։ Ու հիմա ասում է, Կջոյան լավն է։ Կջոյանը այն փոշեցուցիչն է, որի միջոցով ինքը պետք է մաքրի հայ առաքելական եկեղեցին Գարեգին երկրորդից եւ Արշակ Սրբազանից կամ մյուսներից։ Հասկանում եք, չէ՞։ Ինչու Փաշինյանը ընտրեց այս հատընտիրներին։ Նիկոլի տղամարդկային, ասենք, պահը, լավ, հələ Նիկոլը վիրավորում է, հետո սրանց օգտագործում է։ Չնայած դարմանալի, որ սրանց համբուրում է, ծնկի է գալիս սրանց առաջ, հասկանում եք, դա էլ է խնդիր արդեն, բայց ամեն դեպքում լավ, Կջոյան, դու ամոթ ունես, դու ուրիշ մարդ դադի պետք է տար, սրանք թեթ բռնած գործ են անում։ Այսինքն դիտավորյալ Փաշինյանը եւ օրվա իշխանությունները ընտրել են նրանց, ովքեր խոցելի են, որոնց հետ կապված ունեցել են բավականին այսպես կոմպրոմատների մեծ թղթապանակ, դա դիտավորություն սեփական կարծիքն է, այո, դա իմ սեփական կարծիքն է։ Այո, այս մարդիկ չեն դիմացել այդ կոմպրոմատներին, մտածելով, որ Նիկոլը չպետք է օգտագործի, բայց ամեն դեպքում, ինչպես ասում են, ռուսները շիվը միշկի նյուտայիշ, ինչ որ ձևաչափով այդ կոմպրոմատները, որից իրանք վախենում էին, կամաց դուրս են գալիս։ Դուք տեսել եք Փայլակ Հայրապետյանի հարցազրույցը, կայքին տված անցյալ տարի։ Անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին է երևի թե հրապարակվել YouTube կա։ Այդ մարդը շատ պարզ ակնարկում է, որ Կջոյան Սամվելի վրայից մեղադրանքները եւ գործը դրա մասնակցությունը վերաբերյալ օֆշորային սկանդալի բաղով հիշում եք այդ պատմությունը։ Այո։ Վարչապետ Կջոյանի Սանիկ եւ այլ։
ուրեմն նա պարզվում է, որ դա արել է ԱԱՑ-ը։ Հիմա ես սովորական քաղաքացի եմ, ես կարող եմ չէ ասել, որ Կճոյանի դեմ քրեական գործը կարճվել է ԱԱՑ-ի կողմից, Կճոյանի կողմից ինչ ասենք ծառայություններ ԱԱՑ-ին մատուցելու համար։ Եվ երբ որ դու տեսնում ես, ասենք 7 եկեղեցին Գյումրիում ԱԱՑ-ականներն են գրավում Նիկոլի Շաբշ փարթին այդտեղ կազմակերպելու համար։ Ինչու էր ընտրվել հենց 7 վերքը ձեր կարծիքով, պարոն Համբարյան, եւ մի հարց էլ փորձենք ամփոփել եւ փակել զրույցը, արդյոք նման զարգացումները եկեղեցու ներսում, եկեղեցականների շրջանում երկարաժամկետ անդրադարձ չեն ունենալու հեռանկարում ազդելու հայ առաքելական եկեղեցու միասնականության վրա, եւ ով է շահում։ Նայեք միասնականության բաղով դες նշեմ, որ Գայանե ջան 20 դուք գիտեք, մեր եկեղեցին ունի 54 եպիսկոպոս եւ արքեպիսկոպոս, ճիշտ է։ 27 եպիսկոպոս եւ արքեպիսկոպոս հայտարարությամբ են եկել եւ կանգնել են կաթոլիկոս Գարեգին II-ի կողքին, որոնց մեջ չկան ոչ Մկրտիչ, ոչ Միքայել, ոչ էլ Պանքրատ Սրբազանները։ Եթե նրանց էլ գումարենք, կլինի 30։ Դա արդեն բարձ մեծամասնություն է։ Դա արդեն բարձ մեծամասնությունն է։ Այդ մեկ Նիկոլը հասկացել է, որ եպիսկոպոսների պահով, որ իր կողմը անցած 10 ուխտադրուժները կարող են ցնակնդի էֆեկտ ստեղծել, չտեղի չունեցավ։ Ավելին ցեզ ասեմ։ Նիկոլենք պարտություն կրեցին Շիրակի մարզում ոչ թե այն պարագայում, երբ որ ասենք նրանց ժողովուրդը վատ ընդունեց։ Այո։ Նրանք պարտություն կրեցին այն ժամանակ, երբ որ Շիրակի թեմի ոչ մի հոգևորական, նույնիսկ Նիկոլին քաղաքական առումով սատարող Տեր Ռուբենը, այո, դեն դուրս եկավ Նիկոլի եկեղեցու նկատմամբ վարվող քաղաքականությանը։ Եվ իրենք 7 վերք ընտրեցին մի քանի պատճառով, իմ կարծիքով, նախ ցավեցնելու գյումրեցիներին, որովհետև Նիկոլա չի սիրում եւ բացայտ ցույց է տալիս, որ ինքը չի սիրում գյումրեցիներին։ 2021 եւ 25 թվականների դիմադրություններում Նիկոլի թիվը պարտվել է Գյումրիում։ Գիտեք, սրանք բացարձակ չեն հասկանում, որ առաջին տեղը գրավելը դա դեռ հաղթանակ չէ։ Սրանք մտածում են, որ եթե իրենք առաջի տեղն են գրավել այս դիմադրություններին, ուրեմն դա հաղթանակ է։ Դա ցույց է տալիս նրանց գիտությունը, որ ոչ ծանոթ են ընդրական գործընթացին, սոցիոլոգիային, ոչ է ծանոթ են քաղաքագիտությանը։ Երկրորդը, նրանք նաև ուրեմն փորձեցին ցավեցնել Միքայել Սրբազանին, որովհետև այսքը դա հիմնականում ասոցացվում է Միքայել Սրբազանի կերպարի հետ հիմա։ Շատերում, որովհետև բոլորն գիտեն իր ագնորյա պատարագին, ինքը պատարագից հետո որտեղ էր կանգնում, որտեղ էր ճեմում եկեղեցու շուրջ բոլորը։ Երրորդը չի բացառում, որ սա մայրաթոռը գրավելու, այսինքն մայր տաճարը գրավելու երազանքներ։ Թե ինչպես կարելի է գրավել մայր տաճարը, օրինակ, ավելի, այսպես ասած, մարզային ձևաչափով փորձեցին կազմակերպել, այդ ողջ գործընթացը հիմնականում կազմակերպվել է ԱԱՑ-ի կողմից։ Ինչն էլ ձախողվեց։ Դե ձախողվեց ի շնորհիվ եւ մեր հոգեվորականին, ովքեր մինչեւ վերջ կանգնեցին հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողմից, ի հեճուկս աղանդավոր Նիկոլի, ով կյանքի խոսք աղանդի մոլի երկրպագու է, եւ ի հեճուկս նաեւ Նիկոլականների մարզի, որովհետեւ խայդարակվեցին եւ խայդարագեցին իրենց։ Իսկ Կճոյանի հայտնվելը 7 վերքում իշխանականների կողքին, այդ հատուկ ժեստը ինչ հեռահար նպատակներ ուներ, պարոն Համբարյան։ Ինչ էին ուզում դրանով ապացուցել իշխանականների կողքին։ Կճոյանը նաև հայտնվել է Սուրբ Սարգիսում իշխանականների կողքին։ Մյուս
ուխտադրուժների եւ սատանիստների հետ միասին։ Դա իրենց թայֆան է, իրանք են առաջնորդվում իրենց ծրագրով, թող շարունակեն նույն տեմպերով։ Կաթողիկոսին նրանք ցույց տվեցին, որ նրանք դուրս են հայ առաքելական Սուրբ եկեղեցուց։ Կաթողիկոսի ճակատագիրը վերջնական ամփոփում ինչպես եք տեսնում եւ վտանգներ կան կաթողիկոսի շուրջը։ Ամենը միայն խորհուրդ կդամ վեհապարին մեկ բան եւ խնդրանք ոչ մի պարագայում հրաժարական չտալ, ոչ մի Նիկոլը չպետք է ստանա այդ նվերը եւ չպետք է ունենա լեգիտիմ հնարավորություն հայ առաքելական Սուրբ եկեղեցին դարձնելու աղանդավորական բողոքական եկեղեցի, ինչպես ինքն է ուզում։ Շնորհակալ եմ պարոն Համբարյան շատ հետաքրքիր պատասխանների եւ ուշագրավ դիտարկումների համար։ Հուսով եմ հաջորդիվ դեռ առիթներ կունենանք զրուցելու եւ ելի փակագծերը բացելու։ Շնորհակալ եմ ձեզ։ Խնդրեմ։ Լավ մնացեք։ Մնացեք խաղաղությամբ, հաջողություն ձեզ, տեսություն։